Այսօրվա մեր բանախոսը ԱՔՀԿ փորձագետ, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանն է եւ բանախոսության թեման տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակումն է։ Հուսով եմ շատ հետաքրքիր է լինելու։ Խոսք տրամադրենք պարոն Մելիքսեթյանին։ Բարև ձեզ եւ շնորհակալություն այս հնարավորության համար։ Ես կաշխատեմ ներկայացնել տարածաշրջանային ապաշրջափակման մի քանի կարևոր հետ կապված մի քանի հարցեր, խնդիրներ, նաև պատկերացումներ, ինչպես է դա կարող լինել եւ հետո անցնենք հարց-պատասխանների։ Ուրեմն տարածաշրջանային ապաշրջափակման կետը, ինչպես հիշում ենք, դեռ քննարկվում էր 2021 թվականից, 2020 թվականի պատերազմի արդյունքներից հետո սկսեց ակտիվ քննարկվել եւ ուներ հստակ ձևաչափ, դա եռակողմ այսպես կոչված ձևաչափներ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։ Այդ ապաշրջափակման մասին կետը նաև նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետին էր վերաբերվում, որտեղ կար հետևյալ ձևակերպում, Ադրբեջանի արևմտյան մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչնդոտ կապ, որը պետք է ապահովեր Ռուսաստանի դաշնային ծառայության անվտանգային ծառայության FSB-ի հատուկ ուժերի կողմից եւ անցնելու էր Հայաստանի հարավով Մեղրիով։ Այսինքն այդ ժամանակից կար ընդհանուր ապաշրջափակման մասին նշում, որ պետք է բացվեն բոլոր կոմունիկացիաները, սահմանները, բայց նաեւ կար այդ հատուկ կետը Հայաստանի հարավով Մեղրիով անցնող ճանապարհի մասին։ Ինչպես հիշում ենք, այդ կետը չիրականացավ եւ նաեւ ռուսական եւ ադրբեջանական կողմի պատկերացումները այդ ապաշրջափակման այդ մոդելի մասին բավականին տարբերվում են հայկական կողմի պատկերացումներից։ Մենք հիշում ենք, որ ադրբեջանական խոսույթում առաջացավ նաեւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որ իրենք փորձում էին նույնականացնել Լաչինի միջանցքի հետ եւ փորձում էին նաեւ այդ ռեժիմը, որ կար Լաչինի միջանցքում, փաստորեն դա էքստերիտորիալ միջանցք էր, որը նաեւ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների նոյեմբերի 9-ի 10-ի այդ հայտարարության շրջանակներում Ադրբեջանի ենթակայությունից դուրս էր գտնվում եւ նույն տրամաբանությամբ փորձում էին ստեղծել նաեւ միջանցք Հայաստանի հարավում, որը կկապեր Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Ընդհանրապես Նախիջևանի հետ կապվելու հարցը պետք է ասել, որ ունի դեռ վաղ պատմություն եւ նույնիսկ 1918-20 թվականներին, օրինակ 1918 թվականին Հայաստանը դեռ երբ այն սահմանափակ է, այսպես ասած Սևանի եւ Երևանի շուրջ փոքր հանրապետություններ հունիսից մինչեւ նոյեմբերը Օսմանյան կայսրության պարտությունը հետաքրքիր է, որ այն ժամանակ օրինակ Խալիլ Փաշան առաջարկում էր Հայաստանին զիջել նույն Մեղրին եւ փոխարենը պատրաստ էր Ադրբեջանին ստիպել գնալ զիջումների Ղարաբաղի հարցում, հատկապես Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածը փոխանցել Հայաստանին։ Այդպիսի տարածքային փոխանակում էր առաջարկվում, քանի որ Արաքսի ափով անցնող այդ հատվածը հնարավորություն էր տալիս կապել Օսմանյան կայսրությունը, որը գրավել էր նաև Նախիջևանի տարածքը Ադրբեջանի հետ։ Ու նաև 90-ականների սկզբից դեռ թուրքական կողմը, Թուրգուտ Օզհալի առաջարկը կա կապել նույն Մեղրիով եւ փոխանակումով Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ եւ անմիջական կապ ստեղծել Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ։ Նաեւ 90-ականներին մենք հիշում ենք տարբեր 90-ականների վերջի 2000-ականների սկզբի քննարկվում էր տարբեր ձևաչափեր, որտեղ Լեռնային Ղարաբաղը փոխանակվում էր հիմնականում էքստերիտորիալ ճանապարհի հետ, սկզբից դա Մեղրի շրջանն էր, հետո ամենը խոսքը գնում էր էստակադայի մասին, այսինքն Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մայրուղու, որը Հայաստանի վերահսկողությունից դուրս էր գտնվելու, բայց նաև այնպիսի լուծումներ էին պետք լինելու, որ Հայաստանը չկորցներ իր սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, եւ ընդհանրապես այս մի քանի խնդիրները միշտ ակտուալ են եղել, այսինքն Հայաստանի տեսակետից շատ կարևոր է եղել, որ Հայաստանը պահպանում է սահմանը
այդ 43-44 կիլոմետր սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Ադրբեջանի համար միշտ կարևոր է եղել ստանալ ինչ-որ արտոնյալ կապ ստեղծել Նախիջևանի ինքնավար հանրապետության։ Նաև ես մոռացա նշել, որ խորհրդային տարիներին նույնպես ադրբեջանական խորհրդային իշխանությունները եւ հայկական Հայաստանի խորհրդային Հայաստանի իշխանությունները նույնպես քննարկում էին նման փոխանակումներ, ու օրինակ նույնիսկ Բաղիրովը դեռ Հայաստանի առաջին քարտուղար Արութինովին առաջարկում էր Նախիջևանի ինքնավար հանրապետության հյուսիսային հատվածը փոխանցել Հայաստանին, փոխարենը Մեղրին փոխանցվի Ադրբեջանին։ Դա 1950-ականների սկզբի մասին է, դեռ ստալինյան ժամանակների մասին է։ Հետագայում ճանապարհի խնդիրներ առաջացել ուշ խորհրդային տարիներին, հայկական կողմը կտրուկ դեմ էր, որ Մեղրիով անցնի նաև բացի երկաթուղուց, որ կառուցվեց 41 թվականին նաև Մայրուղի, որ կկապի Ադրբեջանը ուներ հատկապես Հեյդար Ալիևի շնորհիվ նաև լայն կապեր Մոսկվայում եւ ենթադրում եմ, որ եթե չլիներ խորհրդային միության փլուզումը եւ նաև այն զարգացումները, որ ունեցանք 88 թվականից, Ադրբեջանին կհաջողվեր ստանալ նաև այդ ճանապարհը Հայաստանի հարավով անցնող, որովհետև այդ Մայրուղին, որը հողի վրա չկար, այնուամենայնիվ 70-ականների երկրորդ կեսից սկսում է նշվել խորհրդային օրինակ ճանապարհային ատլասներում որպես գործող հանրապետական նշանակության Մայրուղի, թեև ինքը, ինչպես նշեցի, հատկապես Լեռնաձոր, այն ժամանակ Նյուվադի գյուղից արևելք Հայաստանի տարածքում ոչ մի ճանապարհ չկար, որ թույլ կտար կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ։ Ինչևէ, այս նոր փուլը, այս նոր, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի փուլը ըստ ադրբեջանական պաշտոնական եւ քարոզչական, ես կասեի, խոսույթի եւ Հայաստանի փորձերը պահպանել հիմնարար սկզբունքները, այսինքն սահմանների անխախտելիությունը, ինքնիշխանությունը եւ իրավազորության սկզբունքը, այսինքն պահպանել այդ կոմունիկացիայի նկատմամբ Հայաստանի Հանրապետության վերահսկողությունը եւ բոլոր, այսպես ասած, օրինական որպես սեփականություն, այդ հողի օտարում որպեսի չլինի, տարածքի օտարում, այդ երկու սկզբունքները հակասում են եւ մենք գիտենք միայն, այսպես միջանկյալ լուծումը կամ այն լուծումը, որ գտնվեց Վաշինգտոնյան հայտարարությունում, դարձավ հետեւյալը, որ մի կողմից Հայաստանը ապահովում է Ադրբեջանին անխոչնդոտ կապ իր հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև, այդ կապը անցնում է նշված է տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների հիման վրա, ու նաև նշվում է, որ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով, եւս մեկ անգամ այդ նաև մասն է շեշտվում, ու այնտեղ նշվում է նաև մի այլ սկզբունք, դա փոխադարձ առավելությունների սկզբունքն է Հայաստանի ներքին եւ միջազգային կապերի համար, այսինքն Հայաստանը նույն Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքով հնարավորություն կստանա կապնվել եւ իր տարածքի հետ, այսինքն խոսքը հենց Մեղրի եւ Հայաստանի հարավային հատվածի մասին է, որտեղ խորհրդային տարիներին դեռ կար երկաթուղային կապ եւ նաեւ միջազգային այստեղ երկու հիմնական ուղղություններ կան, մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, որ շատ ավելի հարմար է հենց Հայաստանին կապնվել երկաթուղով եւ Ջուլֆա երկաթուղային հանգույցով, եւ երկրորդը ընդհանուր առմամբ Կասպից ծով եւ հյուսիս, այսինքն Ռուսաստան գնացող կոմունիկացիաներն են Ադրբեջանի տարածքով, բայց ես այստեղ կշեշտեի, որ Հայաստանին ավելի հետաքրքիր է Մեղրիով կապնվել օրինակ Կասպից ծովի այն կողմ գտնվող կենտրոնական Ասիայի պետությունների հետ, որովհետև Ռուսաստանի հետ Հայաստանին ավելի կարճ է կապնվել հյուսիսով, այսինքն Ալավերդի, Թբիլիսի-Բաքու երկաթուղով, որ հետո Կասպից ծովի ափով բարձրանում է Ռուսաստանի Դաշնություն, Դաղստանի տարածքով ճյուղավորվում մեկը դեպի Մոսկվա, Ռոստով-Մոսկվա, մյուսը Աստրախանով, նաև Վոլգայի ափով դեպի Ռուսաստանի կենտրոնական եւ արևելյան, այսինքն Սիբիրյան մասեր։ Հիմա ինչպես նշվեց, այս կետը հենց Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Նախիջևան-Մեղրի անցնող կոմունիկացիաները ամենախնդրահարույց պրոբլեմատիկ կետն էր եւ նաեւ հիմնական
պատկերացումը հակաշրջափակման մասին կենտրոնացել է հենց այս կետի շուրջ։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է որոշակի փոփոխություններով այդ Տրամպի ճանապարհը, որ անցնում է հենց մեղրիով, հիմա այդ երկաթուղին, որ խորհրդային տարիներին կար, ստացել է Տրամպի ճանապարհի, Տրամպի ուղու անվանումը կամ թրիպը, Ադրբեջանը այն շարունակում է օգտագործել որպես Զանգեզուրի միջանցքով անցնող Տրամպի ուղի, հայկական կողմը դեմ է Զանգեզուրի միջանցք ձևակերպման։ Ես բազմիցս նաև նշել եմ, որ կարճ անդրադառնալով այս հարցին, իրականում անվանումները իմ կարծիքով այդքան կարևոր չեն, որքան բովանդակությունը, այսինքն հողի վրա ինչպես է աշխատելու այդ ճանապարհը, ու մենք այստեղ ունենք դեռ քննարկելի հարցեր եւ նաև տարբեր տեխնիկական նույնիսկ դետալներ շատ կարևոր, որոնց լուծումները կարող են ապահովել շատ տարբեր արդյունքներ կողմերի համար, ու դրանք ավելի կարևոր են, քան փաթեթավորումը, նաև քարոզչական փաթեթավորումը։ Էականորեն այդ արդյունքը, եթե մենք խոսում ենք տեխնիկական լուծումներից, այսպես ինչ ճանապարհ է լինելու, կրկնելու է ինքը արդյոք խորհրդային շրջանի ճանապարհը, թե նոր ճանապարհ է կառուցվելու, որովհետև եթե մենք կրկնում ենք խորհրդային շրջանի ճանապարհը, ինքը շատ զիգզագաձև էր եւ այնտեղ դա ենթադրում է նաև բեռնափոխադրումների արագության սահմանափակում, որովհետև գնացքը չի կարող արագ սլանալ զիգզագաձև երկաթուղագծով, ինքը պետք է ամեն մի, այսպես ասած, թեքվելուց առաջ, ամեն մի դանդաղեցնի իր ընթացքը, հակառակ դեպքում շատ վթարային իրավիճակ է ստեղծվում։ Հետևաբար մենք կարիք ունենք կառուցել նոր թունելներ, եթե ուզում ենք ավելի արագ եւ էֆեկտիվ ճանապարհ այդ հատվածում։ Երկրորդ խնդիրը կանգնելու են արդյոք ադրբեջանական, թե թուրքական եւ այլ գնացքները Հայաստանի տարածքում, որովհետեւ այդ անխոչնդոտ անցքը Հայաստանի տարածքով, անխոչնդոտ անցնելը ադրբեջանական կողմը հաճախակի դիտարկում է որպես գնացքը մտնում է Հայաստանի տարածք եւ առանց կանգնելու ուղղակի արագ հատում են այդ հատվածը։ Ինչպես նշեցի, եթե մենք կրկնում ենք հին ճանապարհը արագ անցնել չի ստացվի, եթե գնացքը չի կանգնում, նաև այնտեղ կա շատ լուրջ խնդիր կապված տեղանքի եւ այդ հատվածի հետ, որովհետեւ Ադրբեջանի տարածքից իրենց վերջին կայարանից, որ լինելու է Հայաստանի սահմանին, դա Աղբենդն է, մինչև Օրդուբադ կայարան, որ լինելու է առաջին կայարանը, երբ որ Մեղրին անցնելով գնացքը մտնի Նախիջևանի ինքնավար հանրապետություն, մոտ 60 կիլոմետր լեռնային հատվածով, որը գնացքը հին խորհրդային շրջանի լեռնատար գնացքները հատում էին մոտավորապես 2 ժամ կամ մի փոքր ավելի քիչ ընթացքում, ժամանակի մեջ, եւ եթե օրինակ մի գնացքը գալիս է եւ առանցնելու Աղբենդից մտնում է Հայաստան, Հայաստանով անցնում է եւ հասնում է Օրդուբադ, այդ 2 ժամը ճանապարհի կորուստ է, քանի որ մենք ունենք միգից, երկաթուղագից, այլ հակառակ ուղղությամբ եկող գնացքը պետք է սպասի, մինչև որ այս գնացքը հասնի Օրդուբադ, ու դա զգալիորեն դանդաղեցնում է բեռնափոխադրումները եւ նաեւ նվազեցնում է ճանապարհի թողունակությունը։ Հենց այդ պատճառով լեռնային հատկապես հատվածներում միշտ գոյություն ունեն այսպես կոչված ամեն 15-20 կիլոմետրերի վրա կայարաններ, որտեղ մի գնացքը գալիս կանգնում է, կայարանները դա զուգահեռ բազմաթիվ երկաթուղագծերով հատուկ կայաններ են, որտեղ գնացքը գալիս կանգնում է մի գծի վրա, ազատվում է այն գիծը, որով ինքը շարժվում էր նախկինում եւ հանդիպակաց ուղղությամբ կամ իր հետևից ավելի արագ, օրինակ ոչ թե բեռնատար, այլ մարդատար գնացքը կարող է նույն հատվածը ավելի արագ անցնել, ու եթե օրինակ 2 ժամում, եթե մենք նախկին տրամաբանությամբ ենք գործում, մի գնացքը գալիս 2 ժամ այդ հատվածը հատում է եւ սպասում են բոլոր գնացքները, որ ինքը անցնի այդ հատվածը, նույն այս տրամաբանությամբ ամեն 15-20 րոպեն կարող է այլ գնացք, որ գալիս է հանդիպակաց կամ նույն ուղղությամբ, բայց ավելի մեծ արագությամբ, հատել նույն հատվածը եւ մենք կարող ենք ունենալ 3, 4, 5, 6 անգամ ըստ լուծումների անցնող գնացքներ նույն ժամանակահատվածում, Այսինքն սա շատ կարևոր է, որ պարտադիր, եթե մենք ուզում ենք նորմալ աշխատող ճանապարհ, պետք է ադրբեջանական գնացքը կանգնի Հայաստանի
տարածքի կայարաններում խորհրդային շրջանում այդտեղ 3 կայարան կար՝ Կարճևանը, Մեղրին եւ Շվանի ձորը, որը Աստազուր էր կոչվում դեռ ցարական շրջանի տեղանուններով։ Ուրեմն կա այս տեխնիկական խնդիրը, մի ուրիշ խնդիր նաև անխոչնդոտի մասին, երբ որ մենք խոսում ենք Ադրբեջանի հիմնական տարածքի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության մասին Հայաստանի տարածքով, այնտեղ տարածվում է նույն սկզբունքը միջազգային բեռնափոխադրումների վրա, թե ոչ։ Այսինքն ոչ թե այն փոխադրումների, ուղևորափոխադրումների եւ բեռնափոխադրումների, որոնք ոչ թե կապված են Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի հետ, այլ ուղղակի այդ ճանապարհով գնում են, ասենք, դեպի Իրան, դեպի Թուրքիա, այլ երկրներ, ենթադրաբար եւ ելնելով այդ պայմանավորվածության տեքստից ոչ չի տարածվում, որովհետեւ խոսքը միայն Ադրբեջանի եւ Նախիջևանի կապի մասին է։ Եվ սա նույնպես կարևոր եւ քննարկելի կետ է, որի շուրջ լուծումները նաեւ կարևոր արդյունք կունենա այդ ճանապարհից մենք ինչ ենք ակնկալում եւ ինչ տեսք ենք ունենալու։ Երրորդը փոխադարձ սկզբունքներն են, որ նույնպես ինչ սկզբունքներ են դրանք լինելու եւ ինչքան է փոխադարձության սկզբունքը նույնական լինելու այն լուծումներին, որ կունենա ադրբեջանական կողմը իր կապի համար Նախիջևանի հետ։ Հայկական կողմի ձգտումը իհարկե պետք է լինի մաքսիմալ մոտեցում այդ փոխադարձության սկզբունքի եւ այստեղ հատկապես կարևոր է, ինչու է սա կարևոր, որովհետեւ Նախիջևանի տարածքով բացի երկաթուղին նաև մենք ունենք մայրուղի, որ կապում էր Մեղրին Երևանի հետ եւ Հայաստանի տարածքով, եթե Երասխից գնում ենք Մեղրի մոտ 7 ժամ է տևողությունը, եթե Երասխից Նախիջևանի տարածքով գնում ենք Մեղրի մոտ 2.5-3 ժամում կարելի է հասնել Մեղրի, այսինքն 2, նույնիսկ 3, եթե լավ մի քիչ արագ քշես, նույնիսկ 2 ժամում կարելի է հասնել, որովհետեւ հարթավայր է ու ոչ մի սերպանտին, հա, այդ ոլորաձև բարձր լեռնանցքները, որ գնում ենք, ասենք, Երևանից Վայոց ձոր բարձրանում ենք Վայոց ձոր իջնում, Վայոց ձորից բարձրանում ենք Սյունիք իջնում ու Տաթև լուծեն հատվածում գիտենք ինչքան բարդ է, քանի նմանատիպ հատվածներ կան, հա, ճանապարհի, որ նաև դանդաղեցնում է այդ ընթացքը։ Հետևաբար Հայաստանի համար սա շատ ավելի կարևոր է, որովհետև օրինակ Իրանի տարածքով ադրբեջանական կողմը տեխնիկապես, եթե կառուցի նոր կամուրջը, որ կառուցում են, իրենք կարող են կապնվել մոտ 15-20 րոպե ժամանակի տարբերությամբ, եթե անցնեն Հայաստանի տարածքով։ Նույն կապը Նախիջևանի հետ իրենք կարող են այդ տարբերությամբ անցնել, բայց Հայաստանը չի կարող, Հայաստանի տարածքով մենք չենք կարող 15-20 րոպե տարբերությամբ հասնել Մեղրի, այսինքն Նախիջևանի տարածքով 2-2.5 ժամ է, Հայաստանի տարածքով 7 ժամ, այսինքն տարբերությունը ավելի մեծ է։ Եվ հայկական կողմը իհարկե շահագրգռված է այս լուծումների մեջ, եւ ես բազմաթիվ նշել եմ, որ փոխադարձության սկզբունքը իսկապես մեծ ձեռքբերում է եւ այստեղ պետք է արդեն մշակել եւ մտածել հենց կոնկրետ լուծումների մասին։ Ինչու է նաև կարևոր այդ սկզբունքը, որովհետև Հայաստանի հարավը ունի մետաղների խոշորագույն պաշարներ, մենք գիտենք բացի պղինձ մոլիբդենից, որ կա Ագարակում, Քաջարանում, Կապանում, կա նաև շատ խոշոր Սվարանցի երկաթի հանքավայրը, որ խոշորագույնն է ընդհանրապես Հարավային Կովկասում եւ Կովկասում ամբողջ Կովկասում։ Եվ պատճառներից մեկը ինչու չի շահագործվել նաև կոմունիկացիաներ, որովհետև Սյունիքից Հայաստանի տարածքով ծանր այդ հումքը արտահանելը շատ դժվար է, հա, եւ նաև շատ թանկ է նստելու, իսկ եթե հիմա մենք ունենանք գործող երկաթուղի, որ կգնա Երևանից Մեղրի, նաև քանի որ կառուցվում է հիմա հյուսիս-հարավ ճանապարհը, հա, որ Մեղրիից գնում է Սյունիքով, գալիս է հասնում է նույն Երևան, այդ Սվարանցի հանքը մոտ 3 կիլոմետր է գտնվում ծրագրվող հյուսիս-հարավի այն հատվածից, որ անցնում է հենց այդ հատվածով, եւ եթե կառուցվի հյուսիս-հարավը եւ մենք ունենանք այդ փոխադարձ առավելություններով լուծում Հայաստանի համար, շատ ավելի հեշտ կարելի է արտահանել նաև երկաթային հումքը եւ սա նույնպես շատ կարևոր տնտեսական ազդեցություն ունենալու Սյունիքի վրա։
Անցնենք այլ կոմունիկացիաներին, որովհետև այլ կոմունիկացիաները նույնպես շատ կարևոր են։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք կոմունիկացիաների մասին, հաճախակի հասկանում են միայն երկաթուղի, մայրուղի, բայց կոմունիկացիաները նրանք նաև, ասենք, նույն մալուխներն են, նույն գազատարներն են, նավթատարներն են եւ ինտերնետ մալուխները եւ այլն, այսինքն ցանկացած ինչ որ մի բան փոխանցել A կետից B կետ եւ այստեղ տարբեր խնդիրներ կան այս Թրամփի ուղու հետ կապված այն պատկերացումը, որ բոլոր կոմունիկացիաները պետք է գան եւ անցնեն Արաքսի ափով, հա, Ադրբեջանից Նախիջևան, հետո Թուրքիա, ինքը ենթադրում է այդ հատվածում շատ մեծ ծանրաբեռնվածություն, որը իմ պատկերացմամբ պահանջում է կամ շատ խոշոր ներդրումներ, աշխատանք մեծածավալ եւ նաեւ ենթադրում է, որ ավելի երկար ենք մենք ունենալու այդ կոմունիկացիաները, որովհետեւ իրականում Արաքսի ափով անցնող ցանկացած կոմունիկացիա, որ կապում է Թուրքիան Ադրբեջանի հետ, ինքը ավելի երկար է, քան Հայաստանի հյուսիսային հատվածով անցնող նույն կոմունիկացիաները, հա, որովհետեւ կա ուղիղ գիծ, այսինքն մոտավորապես Թուրքիայի հիմնական քաղաքը մեզ որ հետաքրքիր է կոմունիկացիոն առումով դա Կարսն է եւ Կարսը կապված է Էրզրումի հետ, Էրզրումից հետո գնում է կենտրոնական արդեն Թուրքիա եւ ճյուղավորում դեպի միջերկրական ծով, կարող է գնալ դեպի Սև ծով, թեև իրենք չունեն առամինչ այժմ տրապիզոն գնացող երկաթուղի, բայց ունեն շատ լավ մայրուղիներ, որ նաեւ կառուցել են վերջերս եւ Ադրբեջանի հիմնական նույնպես կոմունիկացիաները անցնում են հիմնականի Կուր գետին զուգահեռ, այսինքն Թբիլիսիից մտնում են Ադրբեջան, Ռուսթավի Կուր գետի հոսանքով հարթավայրով Ղազախ, Ակստաֆա, Շամխոր, Գյանջա, Եվլախ եւ հատելով Կուր գետը դեպի Բաքու, այսինքն հիմնական կոմունիկացիան է Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի միշտ եղել է այդ Կուր գետի եզերքով, իսկ Արաքսի եզերքով հիմնական կապը եղել է միշտ Իրանի հետ, այսինքն դեռ որ նայում ենք նույնիսկ այդ հռոմեական առևտրական քարտեզները առևտրային, տեսնում ենք, որ Նախիջևանով եւ Արարատյան դաշտով գնում ենք կոմունիկացիաները Իրանից, հա, կենտրոնական Ասիայից դեպի նույն Փոքր Ասիա, Արաքսի ափով, բայց Կուրի ավազանով հենց այսպես ժամանակակից Ադրբեջանի նաև Վրաստանի կոմունիկացիաներ են եւ Կարսը ու Ադրբեջանը Բաքուն կապելու ամենակարճ ճանապարհը անցնում է հենց Հայաստանի հյուսիսով ու մոտ 150 կիլոմետր ավելի կարճ է, քան այս հարավով անցնող ճանապարհը ու սա մի քիչ զավեշտալի է, որովհետեւ թուրք եւ ադրբեջանական խոսույթում այս նոր կապը, հա, որ հնարավոր է Արաքսի ափով, Մեղրիով, ինքը կոչվում է ամենակարճ ճանապարհը, օրինակ Կարսը կապող Ադրբեջանի հետ, ինչը այդպես չի, հա, որովհետև այս տարածաշրջանում բոլոր արկա կոմունիկացիաներից, որ կարող ենք ունենալ, ինքը ամենաերկարն է։ Իհարկե տեխնիկապես Թուրքիայի սահմանին ամենամոտը, որ կարող է կապել Ադրբեջանին, իսկապես Նախիջևան Թուրքիա այդ սահմանի հատվածն է, որ կապնվելով անցնելով Նախիջևանով Մեղրիով, իսկապես շատ արագ մտնում ես Ադրբեջանի տարածք։ Բայց Ադրբեջանի այդ հատվածը ընդհանրապես զարգացած չէ, այսինքն Արաքսին հարող հատվածը, ինքը հեռու է հիմնական տնտեսական կենտրոններից, իսկ հիմնական տնտեսական կենտրոնները դա արևելյան մասն է, այսինքն Բաքու, Սումգայիթ հատվածը, Աբշերոնը, հա, որ նավթարդյունաբերության, բնակչության տեսակետից ամենախոշոր հատվածն է։ Հետո նաև Շիրվանի հարթավայրն է, որը նաև խիտ է բնակեցված եւ նույնպես երկրորդ, այսպես ասած, կենտրոնն է եւ երրորդ կենտրոնը Ադրբեջանի դա Ղազախ Գյանջա հատվածն է, այսինքն եւ Գյանջան երրորդ քաղաքն է բնակչության եւ բնակչության խտությամբ եւ ծավալներով երրորդ հատվածն է, այսինքն այս հարավային հատվածը, որ ամենամարդաբնակն է Ադրբեջանի իրականում, երևի մեկ էլ Կովկասյան լեռների հատվածն են այդպիսին, եւ հեռու է այդ տնտեսական կենտրոններից, ինքը բավականին անիմաստ է զուտ, եթե մենք Թուրքիայի սահմանից նայում ենք դեպի հենց Ադրբեջանի ամենամոտիկ, հիմնական Ադրբեջանի ամենամոտիկ սահմանը, որտեղ բոլոր ճանապարհները, որ մտնում են Նախիջևանից Թուրքիա, գնում են Կարս, որովհետեւ Կարսն է հիմնական հանգույց, այսինքն վերջնական կետը մեկը Կարսը պետք է լինի ու եթե մենք ուզում ենք Կարսը կապել Ադրբեջանի հետ,
ամենակարճ ճանապարհով դա մեկը անցնում է Հայաստանի հյուսիսով, ոչ թե ասենք նույն Նախիջևանով, ու սա նույնպես հետաքրքիր է, որ նույնիսկ այդպիսի տարրական աշխարհագրական բաներ կա, որովհետև Կարս Նախիջևան-Բաքու երկաթուղին լինելու է 869 կիլոմետր, Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղին 828, 826 կիլոմետր է, տարբեր աղբյուրներում տարբեր ցուցանիշներ են, եւ այն երկաթուղին, որ նաեւ կար Հայաստանի հյուսիսով, օրինակ Կարս, Ալավերդի, Կարս, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Թբիլիսի, ինքը նույնպես կարճ է, քան Կարս-Ախալքալակը, այսինքն էլի Հայաստանի տարածքով հիմա մենք ունենք կոմունիկացիա, որ սահմանների բացման դեպքում ինքը լինելու է ամենակարճ առկա ճանապարհը Կարսից դեպի Ադրբեջան։ Ու նաև կա մի առաջարկվող նաև ճանապարհի երկաթուղու նախագիծ, հա, որ եթե մենք վերականգնում ենք Իջևան Ֆիալետովը երկաթուղին եւ կառուցում ենք Ֆիալետովը Վանաձոր երկաթուղագիծը մոտ 25-30 կիլոմետր, մենք ստանում ենք ամենակարճ հնարավոր երկաթուղային կապը Կարսի եւ Բաքվի միջեւ, մոտ 717 կիլոմետր է իմ հաշվարկներով, իհարկե եթե մենք ունենանք թունելային այլ լուծումներ եւ այլն, կարող է լինել շատ ավելի կարճ ճանապարհ, այս շատ ավելի ոչ, կարող է լինել ասենք 710 կիլոմետր կամ նույնիսկ 700 կիլոմետր ըստ լուծումների, հա, որտեղ Գյումրի հատվածում մենք ունենք ցարական շրջանից նաև հյուսիս թեքվող հատված, որ կարելի է ուղղել եւ նաև այդտեղ ճանապարհ ավելի կարճ լինի, ինչևէ ինքը մոտ 150 կիլոմետր ավելի կարճ է, քան Մեղրիով անցնող ճանապարհը ու սա նույնպես կարևոր տարբերություն է, հա։ Իմ պատկերացումը ընդհանրապես ապաշրջափակման մասին այն է, որ Մեղրիով անցնող այս ճանապարհը ապագայում, հա, երբ որ մենք ունենանք ավելի, այսպես ասած, նորմալ հարաբերություններ Ադրբեջանի հետ եւ ինքը ծանրաբեռնված չլինի կոնֆլիկտի հիշողությամբ, նաեւ կոնֆլիկտի պայմաններում առաջացած քաղաքական, քարոզչական լուծումներով, Մեղրիով անցնող ճանապարհը լինելու է հիմնական կապը Ադրբեջանի Նախիջևանի հետ, հիմնական երկաթուղային կապը նաեւ Իրանի հետ, Ռուսաստանի կապը Իրանի հետ, Հայաստանի համար նաև այս կողմից նաև Նախիջևանով Իրանի հետ կապնվելը շատ կարևոր է լինելու եւ իր հարավի հետ կապնվելը կարևոր է լինելու, բայց հիմնական այն ուղին, որով Բաքուն եւ նույն Հայաստանի տարածքով կապնվի Ադրբեջանի տարածքը Թուրքիայի հետ, Եվրոպայի հետ, դա լինելու է հենց հյուսիսային ճանապարհը, որովհետեւ ինքը ավելի կարճ է, ինքը ավելի անվտանգ է ու ինչպես նշվեց անցնում է ավելի խիտ, այսպես ասած, բնակեցված կենտրոններով, հա, Ադրբեջանի երկրորդ եւ երրորդ խտությամբ բնակչության եւ ծավալներով հատվածներով, այսինքն կենտրոնական եւ հյուսիսային հատվածով եւ սա խոսքը ոչ միայն երկաթուղու մասին է, այլ նաեւ ամենակարճ ավտոմոբիլային ճանապարհը, որ հնարավոր է Բաքվի Կարսի միջև, դա նույնպես անցնում է նույն հատվածով, ամենակարճ գազատար, նավթատար, ինչ-որ մալուխներ նույնպես անցնում են այդ հատվածով եւ ապագայում իհարկե այս ճանապարհը հենց այդ միջազգային իմ պատկերացմամբ այդ միջազգային ավելի կարևոր դեր է ունենալու տարանցիկ առևտրում, թեև հարավային Կովկասի նաեւ ռելիեֆի յուրահատկություններից ելնելով մենք չունենք ինչ-որ մի ու նաեւ քաղաքական յուրահատկություններից ելնելով մենք չունենք մի ճանապարհ, որ կարող է բավարարել բոլոր պահանջները, հա, այսինքն հարկավոր են մի քանի տարբեր ճանապարհներ, եթե օրինակ բեռները գնում են ավելի հյուսիս արևելյան Եվրոպա, հյուսիսային հատվածը Եվրոպայի ավելի հարմար է Վրաստանով եւ Սևծովյան նավահանգիստներով, եթե կենտրոնական հատվածներն են գնում կամ արևմտյան հատվածները ավելի հարմար է նույն Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա երկաթուղով եւ այստեղ մի խնդիր եւս կա, եթե գնացքը Հայաստանի տարածք եւ անցնում է Թուրքիա, ինքը կարող է անխոչնդոտ, այսինքն առանց փոխելու տրանսպորտի տեսակը, որովհետեւ այն գնացքը, որ գնում է Վրաստան, պետք է փոխվի արդեն նավային կամ պարոմային ինչ-որ լուծումներով պետք է այդ բեռը տեղափոխվի Սևծովի մյուս ափ եւ Սևծովի մյուս ափից էլի բարձվի կամ երկաթուղային տրանսպորտի կամ ինչ-որ բեռնատար մեքենաների ու բոլոր այս փուլերը իրենք ենթադրում են ժամանակի կորուստ եւ նաեւ տրանզակցիոն կորուստներ, հա, որովհետեւ
եւ դու փոխում ես տրանսպորտի տեսակը, դա նշանակում է հավելյալ աշխատանք, հավելյալ ժամանակ եւ հավելյալ ծախսեր այդ գործողությունների վրա։ Այստեղ երկու անգամ մենք կարիք ունենք փոխել գնացքից նավից գնաց։ Եվ սա դանդաղեցնում է նաեւ բեռնափոխադրումները, իսկ այս Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածքով անցնող նաեւ կոմունիկացիաների հետաքրքրությունը Եվրոպայի համար նրանում է, որ սա ամենաարագ հնարավոր կապն է տրանսպորտային Չինաստանից, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, հա, որովհետև եթե Չինաստանից նույն բեռը գնում է, ասենք, Հնդկական օվկիանոսով, այսինքն այդ Մալակյան ջրանցքով, հա, անցնում է Հնդկական օվկիանոս, մտնում է Կարմիր ծով, Սուեცի այդ ջրանցքով մտնում Միջերկրական ծով, մտնում Եվրոպա, ամենակարճ հնարավոր ժամկետը դա 45 օրն է, միջինը 50 եւ մինչեւ 60 օր, օրինակ, եթե գնում է Ռոտերդամի նավահանգիստը, հա, որ Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր նավահանգիստն է։ Եթե գնում է Ռուսաստանով, օրինակ մոտ 20 օր է, բայց հիմա մենք գիտենք, որ Ռուսաստանի հետ կապված ունենք լուրջ քաղաքական խնդիր եւ Եվրոպան այդքան էլ շահագրգռված չէ Ռուսաստանի տարածքով ինչ որ տարանցիկ առևտուր անել Կենտրոնական Ասիայի կամ Չինաստանի հետ։ Իսկ եթե գալիս է այս Հարավային Կովկասով, ինքը տեսականորեն հնարավոր է 10-ից 15 օրում հասնել Չինաստանի արևելյան հատվածներից Եվրոպա եւ սա ամենակարճ ընդհանրապես ժամանակային առումով ամենակարճ հնարավոր ճանապարհն է։ Մի ուրիշ խնդիր կա իհարկե նավերով բեռնափոխադրումները ավելի էժան են, երկաթուղիով ավելի թանկ են, կա սահմանների խնդիրը, որովհետև բազմաթիվ ազգային սահմաններ են հատում եւ եթե չլինի ինչ որ ընդհանուր օրինակ մաքսային եւ տարիֆային քաղաքականություն, չլինեն ընդհանուր համակարգեր կառավարման, հա, նույն Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի միջև նման համակարգեր ստեղծում են եւ որ բեռը հատում է Չինաստանի, Ղազախստանի սահմանը, ինքը արդեն ընդհանուր գրանցում է ստանում եւ տեսանելի է համապատասխան մարմիններին, հա, ինչ է կատարվում բեռի հետ, որտեղ է ինքը գտնվում, որտեղ է գտնվելու, ասենք, 2 օրից հետո, երբ որ հատի Ղազախստանի ու Ադրբեջանի սահման, հա, այսինքն Կասպից ծովի մի ափից հայտնվի Ադրբեջանում, հետո գնա Վրաստան, հետո գնա Թուրքիա։ Սա շատ կարևոր է, որովհետև առանց այս կառավարման ու էֆեկտիվ կառավարման մրցակցային առավելությունը, որ ունի այս ճանապարհը, ինքը կորցնում է, քանի որ օրինակ Ռուսաստանի տարածքով եթե մտավ նույն Ռուսաստանի տարածք բեռը, ինքը մի քանի հազար կիլոմետր անցնում է մի պետության տարածքում, հետո հնարավորություն կա մտնել մի այլ մաքսային գոտի, դա Եվրոմիությունն է, հա, այսինքն այս առումով հյուսիսային ճանապարհը ունի այդ առավելությունը եւ կոմպենսացնելու համար այդ առավելությունները բոլոր երկրները, որ գտնվում են միջին միջանցքի վրա, իրենք պետք է գրեթե ձգտեն տեսականորեն, հա, ոչնչացնել սահմանները, այսինքն այնպես անել, որ այդ սահմանահատման ընթացքները լինեն շատ կարճ, լինեն շատ համակարգված եւ ինչ որ բեռը հավելյալ ինչ որ ժամանակ չկորցնի, հա, մի պետության սահմանը հատելի անցնի մյուս պետության սահման, իսկ այստեղ կա Չինաստան, Ղազախստան, Ղազախստան, Ադրբեջան, Ադրբեջան, Հայաստան, Հայաստան, Թուրքիա, կամ Ադրբեջան, Վրաստան, Վրաստան, Սև ծով եւ ինչպես նշեցի, նաեւ այդ Սև ծովի մոդուլները փոխելու գնացքից նավ էլի ժամանակի կորուստ է, այսինքն պետք է բոլոր այդ հնարավորինս ժամանակի կորուստները նվազեցվեն։ Մենք ունենք այս խնդիրները, հա, եւս ապաշրջափակման հետ կապված։ Ու նաեւ մենք ունենք վերջինը երևի խոսեմ եւ անցնենք հարցերին, թուրքական երկաթուղու կարս Իգդիր Դիլուջուն այն բնակավայրն է Թուրքիայի, որ գտնվում է Նախիջևանի սահմանին ամենամոտը։ Թուրքիան եւ Նախիջևանը ունեն մոտ 17-ից 19 կիլոմետր ընդհանուր սահման։ Այդ սահմանին 92 թվականին կառուցվել է կամուրջ, հա, ավտոմոբիլային կամուրջ, որ մինչև հիմա բավականին ակտիվ ապահովում է կապ Թուրքիայի եւ Նախիջևանի միջև եւ նույն հատվածում իրենք ուզում են կառուցել երկաթուղային նաեւ կամուրջ, որ կկապի Նախիջևանի երկաթուղին Թուրքիայի այդ կառուցվելիք երկաթուղու հետ եւ եթե մենք հիմա ունենք Հայաստանի տարածքում երկաթուղի Թուրքիայի սահմանից, Ախուրիկից
Գյումրի, Գյումրից մասից Երասխ եւ նույն որը մտնում է Նախիջևան եւ մեծ մասը այդ երկաթուղու առկա է, այսինքն մոտ 13 կիլոմետր Թուրքիայի սահմանից մինչև Գյումրի վերականգնման կարիք ունի եւ Երասխ սադարակ հատվածում մոտ 4 կիլոմետր երկաթուղի նույնպես վերականգնման կարիք ունի։ Եթե մենք այդ 17 կիլոմետրը վերականգնում ենք, մենք ունենք գործող երկաթուղի այս հատվածում։ Թուրքիայի հատվածում եւս 52 կիլոմետր իրենք պետք է վերականգնեն։ Բայց թուրքական կողմը հիմա ուզում է 0-ից կառուցել շատ ավելի հզոր, ոչ թե մի երկաթուղագծով, այլ երկու երկաթուղագծով երկաթուղի, որ զուգահեռ է գնում Հայաստանի տարածքով, այսինքն Գյումրիից դեպի Մասիս Երասխ գնացող երկաթուղուն շրջանցում է Հայաստանի տարածքը եւ այդ 224 կիլոմետր նոր երկաթուղին թույլ կտա կապնվել Նախիջևանի հետ եւ եթե մենք ենթադրում ենք ինչ-որ միջազգային բեռնափոխադրումներ նույն Մեղրի հատվածով, եթե նախկինում ինքը նույն բեռը Մեղրիով անցնելուց, Նախիջևանով անցնելուց հետո մտնելու էր Երասխ եւ Հայաստանի տարածքով մոտ 200 կիլոմետր գնար մինչև Ախուրիկ եւ Ախուրիկից մտներ Կարս, մտներ Թուրքիա, հիմա ինքը այդ բեռը ընդամենը Հայաստանի տարածքով անցնելու է 41 կիլոմետր եւ դա նաեւ ենթադրում է, որ ավելի փոքր եկամուտներ են լինելու, որովհետեւ այդ բեռնափոխադրումների եկամուտը հիմնականում հաշվում են ինչ որ քաշի բեռ անցնում է 1 կիլոմետր տարածքով, հա, օրինակ, եթե մենք 2014 թվականին հաշվարկներ կար, որ եթե բեռը անցնում է Մեղրիով, մենք ունենանք մոտ 1.5 միլիոն տոն բեռնափոխադրումներ, Հայաստանի եկամուտները կկազմեն ու ինքը գնա Կարս, կկազմեն իմ հիշելով մոտ 10 միլիոն դոլար։ Եթե միայն Մեղրի հատվածը լինի դրանից, այսինքն բեռը անցնի միայն Մեղրի հատվածը, բայց Երասխով չմտնի արդեն Հայաստան ու Գյումրիով դուրս չգա Թուրքիա, մոտ 1.5 միլիոնի մասին է, այսինքն մոտ 5.5 անգամ ավելի փոքր եկամուտներ է ունենալու հայկական կողմը, եթե լինեն այդ լուծումները, եւ սա իհարկե վատ է հայկական կողմի համար, բայց կա մի լավ լուր է ամենում, թուրքական կողմը նշում է, որ իրենք 5 տարում 29-30 թվականներին կկառուցեն նոր երկաթուղին, բայց նախկին երկաթուղիների շինարարությունից եւ նաեւ այն երկաթուղուց, որ ունի Ադրբեջանը, հիմա իրենք Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման երկաթուղին, որ կառուցում են, առաջին հայտարարությունը այն էր, որ 2023 թվականի վերջին կավարտեն երկաթուղին։ 2023 թվականին ասեցին 24 թվականի վերջին կավարտեն, 24 թվականին 25 թվականին եւ հիմա Ալիևը հայտարարել է, որ կավարտեն 26 թվականի կեսերին միայն։ Նույնը ախալքալակ Կարս երկաթուղիներ, մոտ 105 կիլոմետր երկաթուղի էր եւ այդ երկաթուղին իրենք կառուցեցին մոտ 9 տարում 2008 թվականում սկսեց շինարարությունը, ծրագրավորել են, որ ավարտվելու են 2011 թվականին, հետո 13 թվականին, 14 թվականին, ավարտեցին 2017 թվականին, այսինքն 9 տարի հետո։ Ես կարծում եմ նաև այս դեպքում մենք ունենք դեռ 8, 9, 10 տարի, հա, մինչև թուրքական կողմը իրականում կարող է ավարտել, եւ եթե մենք սպասենք այդքան ժամանակ, մինչև որ թուրքական կողմը կառուցի իր ճանապարհը, նաև մենք Մեղրիի մեր ճանապարհը կկառուցենք հավանաբար 2-3 տարվա ընթացքում, Ադրբեջանը պետք է վերանորոգի եւ մոդեռնիզացնի Նախիջևանի երկաթուղիները, որովհետեւ իրենք 30 տարի ուղղակի չեն աշխատել նորմալ, հա, ծանրաբեռնվածությամբ եւ հնացել են տարբեր տարերը երկաթուղագծերից մինչեւ էլեկտրիֆիկացման այդ գծեր եւ այլն, մենք ուղղակի ունենալու ենք ժամանակի կորուստ եւ առնվազն 3-4 տարի է պես պետք ամենափոքր հաշվարկներով, որպեսզի օրինակ Հայաստանի հարավով մենք ունենանք աշխատող, այն էլ վատ աշխատող երկաթուղի, հետեւաբար պետք են այլ լուծումներ, այսինքն մենք չենք կարող կապել ապաշրջափակումը երկաթուղիների հետ։ Առաջին փուլում, եթե ենթադրում ենք, որ դա մոտ ապագայում է լինելու, հավանաբար հենց պետք է սկսել առաջինը նույն երկաթուղուց, բայց ոչ թե այն երկաթուղուց, որ կառուցվում է, այլ որը արդեն կա, իսկ դա նույն Վրաստանից մտնում է Հայաստան, հա, Ադրբեջանից օրինակ մտնում է երկաթուղին Վրաստան,
Վրաստանից մենք գիտենք, մենք ունենք ճյուղ, որ մտնում է Ալավերդի, Վանաձոր, Գյումրի, Մասիս, Երևան կամ Մասիս, Երաստ, Նախիջևան, այլ ամենաառաջի երկաթուղին, որ հնարավոր է օգտագործել եւ հնարավոր է օգտագործել մի քանի ամիս հետո, եթե մենք սկսենք այսօր աշխատանքը, այդ 34 կիլոմետր հատվածը վերականգնվի, դա հենց այդ երկաթուղին է, որ թույլ կտա Ադրբեջանին կապնվել Նախիջևանի հետ, այսինքն Ադրբեջանից մտնում է գնացքը Վրաստան, Վրաստանից մտնում Հայաստան ու գալի Հայաստանով երաշխով մտնում Նախիջևան։ Դա ամենաիրատեսականն է մոտ ապագայում, իսկ ավտոմոբիլային առումով շատ կարևոր է նույն Իջևանի մայրուղին, հա, որ Հայաստանի համար նաև խորհրդային տարիներին եւ նաև ցարական շրջանում ամենագլխավոր ճանապարհն էր, որ կապում էր Երևանը Թբիլիսիի հետ եւ Հարավային Կովկասի ընդհանրապես բոլոր երկրների հետ, ընդհանրապես ռուսական կայսրության, այսպես ասած, հետ, հա։ Եվ կարծում եմ նաև կարևոր է լինելու օրինակ Գորիսից Նախիջևան գնացող այն մայրուղին, որ հիմա նույնպես տեսականորեն արդեն կարող ենք շահագործել փոքր վերանորոգումներից հետո, հատկապես Անգեղակոտ Նախիջևանի սահման հատվածում պետք է ճանապարհը վերանորոգվի։ Ադրբեջանի կողմից պետք է նշել, որ դեռ մի 10 տարի առաջ ես հիշում եմ, որ նայում էի Google քարտեզներով, իրենք արդեն անցակետ են կառուցել իդեալական ասֆալտով, իդեալական վիճակում, իհարկե ինքը չի օգտագործվում, բայց շատ հետաքրքիր է, որ ինքը կա ադրբեջանական կողմում, մեր կողմից ոչինչ չկա, այսինքն կա այս խնդիրը։ Եկեք անցնենք հարցերին ու փորձենք արդեն հարցերով այս հարցը ավելի պարզ։ Շնորհակալություն, պարոն Մելիքսեթյան, հարգելի մասնակիցներ, խնդրում եմ ձեռքի նշանը բարձրացնել, եթե ունեք հարցեր։ Առաջինը Նելի Զաքարյան, համեցեք Նելի ջան։ Շնորհակալություն խոսքի հնարավորության ընձեռման համար։ Պարոն Մելիքսեթյան, իմ հարցը հետևյալն է։ Ըստ ձեզ, սահմանազատման գործընթացում ինչ հիմնական սկզբունքներ է պարտավոր պահել Հայաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն։ Դա սահմանազատումից ես իհարկե չխոսեցի, բայց սահմանազատման սկզբունքները իրենք ամենագրված են սահմանազատման երկու երկրների միջև այդ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգով, որ հաստատվեց անցած տարի օգոստոսի 31-ին, եւ այնտեղ սկզբունքները շատ պարզ են, դա խորհրդային շրջանի վարչական սահմանները դառնում են միջպետական սահմաններ, ու այնտեղ իհարկե այդ միջպետական վարչական սահմանի խնդիրներից ելնելով տարբեր լուծումներ են հնարավոր, այսինքն մենք գիտենք, որ ունենք ճանապարհներ, նույնիսկ այլ կոմունիկացիաներ, որ խորհրդային շրջանում շատ նորմալ էր, երբ որ մի հատվածը, ասենք նույն Իրանցի կամուրջի օրինակով, մենք հիշում ենք, որ ինքը գտնվում էր Ադրբեջանի վարչական տարածքում խորհրդային տարիներին, այդ կամուրջը կառուցել էր հայ-հայկական խորհրդային Հայաստանը, խորհրդային Հայաստանի բյուջեից էր ֆինանսավորվել եւ օգտագործում էր միայն հայկական կողմը, հա, հիմնականում։ Բայց շատերի համար անհասկանալի էր ոնց կարա մի գյուղի կամուրջը, որ միշտ այդ գյուղի բնակիչներն են օգտագործել, գտնվի այլ հանրապետության տարածքում։ Խորհրդային շրջանում նորմալ էր։ Մոլդովան օրինակ Սևծովի ափին ուներ ինչ որ պանսիոնատներ, որ Ուկրաինայի տարածքում են, բայց Մոլդովայի սեփականություններն են, կամ Վրաստանը ուներ նման պրակտիկա, Միջին Ասիայի հանրապետություններն ունեին նման պրակտիկա, եւ շատ խորը հարևան հանրապետության տարածքում ինչ որ տնտեսական գործունեություն էին անում եւ դա նորմալ էր, քանի որ դա միջպետական սահմաններ չէր, ու ունենք անկլավների խնդիրը, ինչպես գիտեք, ունենք եռանկյունիների խնդիրը, ունենք սահմանների օպտիմիզացիայի սկզբունքը, որ շատ կարեւոր է եւ նաեւ ԵԱՀԿ-ի այն սահմանազատման նվիրված հետխորհրդային տարածաշրջանում սահմանազատման նվիրված աշխատության հիմնարար սկզբունքներից է։ Այսինքն սկզբունքները շատ պարզ են, ինչպիսին է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի վարչական սահմանը շատ պարզ է։ Ես կասեի այնտեղ շատ փոքր խնդիրներ կան, բայց քանի որ այդ սահմանը միջպետական չի եղել, մենք նաեւ 30 տարի այդ սահմանը տարբերվել է շփման գծից, որովհետեւ նույն Տավուշում օրինակ մենք լիքը 90-ականներին կորցրած հատվածներ ունենք ու գիտենք նաև, որ մենք կորցրել ենք նաև խոշոր հատվածներ 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբերը, արդեն Վարդենիս, Վայոց ձոր, Սյունիք հատվածում եւ նաև 90-ականներից հայկական զինուժը նաև պահպանում է որոշակի վերահսկողություն, հատկապես Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում ունենք
բավականին խոր դիրքեր, որ իրենց տարածքում են գտնվում, այսինքն եթե մենք վերադառնում ենք վարչական սահմանին, իհարկե այս խնդիրները բոլորը կան եւ հարկավոր են լուծումներ, բայց որն է եղել սահմանը եւ ինչ սկզբունքներ են ընդունվել, դրանք արդեն պարզ են, այստեղ զուտ քաղաքական կամքի խնդիրն է, եթե Ադրբեջանը առաջին հերթին ունենա այդ քաղաքական կամքը, ես նույնիսկ ենթադրում եմ, որ կարելի է անել այն, ինչ փաստացի եղավ օրինակ 2021 թվականին Կուբաթլու-Զանգելան հատվածում, որտեղ հայկական զինուժը դեռ Ադրբեջանի տարածքում էր գտնվում, բայց նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ շրջաններից հայկական զինուժի դուրսբերումը ամրագրած չէր, եւ մենք հիշում ենք, որ բավականին նաև մեր ներքին խոսույթում սկանդալային տենց դրսևորումներ եղան, եւ որ Գորիս-Կապան ճանապարհը հայտնվեց մի հատված Ադրբեջանի տարածքում, ինքը այդպիսին էր նաև խորհրդային շրջանում, ուղղակի այն ժամանակ դա խնդիր չէր, ու կարծում եմ կարելի է նաև ինչ-որ փուլային լուծումներ լինեն, եւ որ կողմերը վերադառնում են վարչական սահմանին, որը դեռ սահմանազատված չէ, բայց պարզ է, որ ինչպես է հասնում, եւ այդ սկզբունքով, ինչպես նշեցի, Գորիսի հարավային հատվածից մինչև Կապան եղել է փաստացի արագ սահմանազատում, ես կասեի, եւ այնտեղ կանգնած են նույնպես սահմանապահ ուժերը Հայաստանի Հանրապետության, հա, բացի այդ 12.7 կիլոմետրը, որ ունենք մենք սահմանի, որ սահմանազատվեց 2024 թվականին, եւ որտեղ նույնպես սահմանապահ ուժեր են կանգնած, այդ 100 մոտ 70 կիլոմետր եւս այդ Սյունիքի այդ հատվածներում նույնպես մենք ունենք սահմանապահ ուժեր կանգնած, եւ դա, այսպես ասած, առաջին շատ թեթև սահմանազատումն է, այսինքն երբ որ վերադառնում ենք վարչական սահմաններին ու հետո ճշտում ենք արդեն մետրերով ինչպես է անցնում սահմանը եւ ինչ ենք փոխանակում նաեւ, որովհետեւ շատ կարեւոր է կոմունիկացիաների տեսակետից եւ մեր եւ իրենց փոխանակումները գյուղերի ինչ որ հետ կապված լուծումներ, հատկապես Տավուշի հատվածում իրենց կողմից ունեն գյուղեր, որ եթե վերադառնանք սահմանին, կորցնելու են կապը Ադրբեջանի հետ եւ կամ լուրջ խնդիրների են առնչվելու, այս խնդիրներն են կարևոր, իսկ տեխնիկական հարցերը եւ սկզբունքները շատ պարզ են, թեև մեր մոտ ջախակի նույնպես խեղաթյուրվում են, օրինակ մարդիկ ասում են մենք Հայաստանի տարածքում ադրբեջանական անկլավ չի եղել, դա բան է, էլի զավեշտալի է, նույն քարտեզներով, որ մենք տեսնում ենք Արցվաշենը մերն է կամ ասենք Պարավաքար գյուղից այն կողմ սահմանն է անցնում եւ սահմանի այն կողմից ադրբեջանական Թաթլու կամ Յարադուլլու գյուղերն են, նույն սկզբունքով եղել են այդ անկլավների սահմանները եւ ուղղակի մեր մոտ մի խնդիր կա, որ ինչ ցանկանում ենք դրա սկսում ենք գտնել ինչ որ ապացուցող կետեր ու միշտ դրանք իրականության ինչ-որ փոքր մասն են ներկայացնում, բայց մեր խոսույթում դրանք ստանում են բացարձակ ճշմարտության տեսք ու բոլորն ասում են, տեսեք, այս քարտեզի վրա այս անկլավը չկա, ուրեմն ինքը չի եղել, ուրեմն մեզ ստիպում են մեր հողերը հանձնենք թշնամուն կամ հակառակը եւ այլն։ Ու իրական ադրբեջանական կողմն էլ շատ վատ պատկերացում ունի այդ սահմանների մասին, պատմության մասին դրանց, ու ես հիշում եմ դեռ մինչև 2020 թվականի պատերազմը իրենց մոտ էր տարածված այն թեզը, որ խորհրդային շրջանում իրենց թալանել են եւ իրենք հազարավոր կիլոմետրեր են կորցրել Հայաստանի օգտին։ Հիմա մեր մոտ է տարածվում այդ թեզը, այսինքն ով որ պարտվում է, իր մոտ սկսվում է ինչ-որ տենց փաստարկների օգտագործում կամ սկսում են ձգտել, չհասկանալով սկզբնաղբյուրները, նաեւ հաճախակի ինչ-որ մի նախադասություն գտնելով սկսում են դա ցույց տալ, որ այսպեսին էր լուծումը, թեև լուծումը այդպեսին չէր։ Մի խոսքով ես կարծում եմ կա մասնագիտական խնդիր, որ այդքան դժվար չի եւ կա խոսույթ, որ այնքան է խեղաթյուրում այդ իրականությունը, որ եթե դրա հետևից գնանք, մենք ոչինչ չենք հասկանում ու հաճախակի մտածում ենք, որ դավադրությունների շղթա է, որ կամ մի կողմը կամ մյուսը կազմակերպել են, հա։ Շնորհակալություն, Նելի ջան, արձագանքի անհրաժեշտություն տեսնում եք։ Ոչ, շնորհակալություն։ Եթե ոչ, հաջորդ հարցի համար Արփի Պետրոսյան համեցեք։ Շնորհակալություն պարոն Մելիքսեթյան ներկայացնելու համար։ Իմ հարցը վերաբերվում է թրիփին, ըստ ձեզ, եթե Ադրբեջանը, Միացյալ Նահանգները եւ Հայաստանը շահագրգռված են հնարավորինս արագ թրիփի կյանքի կոչմամբ, ինչու համապատասխան քայլեր նույն արագությամբ չեն արվում։
Իսկ մոտ 2 ամիս արդեն ստորագրվել է, բայց չենք տեսնում համապատասխան քայլերի ընթացք։ Ըստ ձեզ որն է հիմնական պատճառը եւ հիմնական խոչընդոտները, որ այն հնարավորինս շուտ կյանքի չի կոչվում։ Այստեղ կան տեխնիկական հարցեր, իմ կարծիքով առաջինը այդ թուղթը ինքը բավականին հապճեպ էր եւ այն ինչ է դրա տակ, ինչ են հասկանում կոնկրետ, դեռ պարզ չէր, լիքը դետալներ դեռ անհասկանալի էին, ու հիմա արդեն խոսքը գնում է հենց կոնկրետ լուծումների մասին եւ քննարկումները այդ տրամաբանությամբ են գնում եւ իրենք իհարկե արդեն նաեւ մասնագիտական ավելի լուրջ աշխատանք են պահանջում, կարծում եմ երբ որ այդ նաև նախապատրաստական աշխատանքները արդեն գործնական փուլին անցնելու ավարտվեն, արդեն կլինեն նաև նմանատիպ հայտարարություններ։ Մի ուրիշ խնդիր էլ կա, որ նույնպես բազմիցս նշվել է, Ադրբեջանը դեռ չի ավարտել իր հատվածում երկաթուղու շինարարությունը եւ մինչեւ որ Ադրբեջանը չավարտվի իր հատվածի շինարարությունը, մենք չենք կարող շարունակել Հայաստանի տարածքում երկաթուղու շինարարություն։ Տեսականորեն, ինչպես նշվեց, հնարավոր է, որ եթե մենք բացում ենք սահմանը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, իրենց այդ ռելսաուկլաչիկ գնացքը գալիս է մտնում է Հայաստանի հյուսիսով, գալիս է Երասխ է հասնում, Երասխով մտնում է Նախիջևան, ու Նախիջևանից այն կողմից էլի սկսում է դեպի Մեղրի շարժվել եւ նաեւ մենք ենք շարունակում այդ ուղղությամբ, բայց էլի նույն խնդիրը իրենք ունեն, որովհետեւ Օրդուբադից մինչեւ Հայաստանի սահման երկաթուղին մոտ 11 կիլոմետր շատ վատ վիճակում է իրենց կողմից եւ մինչեւ որ այդ հատվածը իրենք չավարտեն, իրենք չեն կարող սկսել նաեւ այդ կողմից, թեև եթե Ադրբեջանը սկսի մոդեռնիզացնել Նախիջևանի հատվածի երկաթուղին, հենց հիմա մտնելով Հայաստանի հյուսիսից եւ նաեւ այս կողմից հասնեն մեր սահման եւ մենք սկսենք երկաթուղու շինարարությունը Մեղրի հատվածում, այդ երկու կողմերից ավելի արագ կշարժվենք, քան եթե մենք սպասենք, որ իրենք հասնեն մեր սահման, հետո մենք Մեղրիով սարքենք մինչև Օրդուբադի սահմանը, հետո Օրդուբադի սահման մտնի եւ նույն սկսի վերականգնել Նախիջևանի հատվածի երկաթուղին, հա, մենք ժամանակ ենք կորցնում։ Կարծում եմ այս դետալներն էլ դեռ այդքան հասկանալի չեն եւ սկսվել են գիտակցվել եւ շատ կարեւոր են, հա, որովհետեւ մի բան է թղթի վրա այդ ամեն ինչը գրել, երկրորդը ինչ ենք ուզում հողի վրա, ու ինչպես նշեցի նաեւ արդյոք մենք ուզում ենք նույն խորհրդային շրջանի ճանապարհը, իմ կարծիքով պետք չի, որովհետեւ ինքը սահմանափակ թողունակությամբ ճանապարհ է լինելու, մեզ պետք է նոր ճանապարհագիծ, նոր երկաթուղագիծ, որ նաեւ պահանջում է թունելաշինություն եւ իրականում ես մտածում եմ, որ Թրամփը արդեն նախագահ չի լինի, երբ որ այդտեղ մենք ունենանք աշխատող երկաթուղի, հա։ Շնորհակալություն։ Արփիչ եք ուզում արձագանքել։ Չէ, արձագանքի կարիք չեմ տեսնում, շնորհակալ։ Շատ լավ, հարգելի մասնակիցներ, եթե հարցեր չկան բանախոսին, ես եզրափակիչ հարց ուղղեմ պարոն Մելիքսեթյանին եւ ամփոփենք հաղորդում արդեն մեր հանդիպումը։ Հարցեր կան։ Կարծես թե հարցեր չկան։ Պարոն Մելիքսեթյան, մենք մեր բանախոսներից յուրաքանչյուրին մի ավանդական հարց ենք ուղղում։ Հետևյալն է այդ հարցը. 3 բան, որ անհրաժեշտ է երիտասարդին քաղաքականությամբ զբաղվելու համար, խնդրեմ ձեր դիտարկումները։ Շատ դժվար հարց է տալիս, իրականում ես կարծում եմ 3 բան չի պետք, շատ ավելի շատ իհարկե բաներ են պետք քաղաքականությամբ զբաղվելու, բայց պայմաններից որ կարող են ավելի էֆեկտիվ դարձնել, դա իհարկե կրթությունն է, դա նաև շփումներն են, այսինքն կոմունիկացիան է նաև քաղաքական համակարգի հետ, քաղաքական գործիչների հետ, վերլուծաբանների եւ այլն, եւ նաև կարծում եմ հենց քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել քաղաքականությամբ եւ իրականում ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք բնական որոշակի ընտրություն, հա, ում համար այդ ուղղությունը կամ այդ բնագավառը բնական է եւ մասնագիտական է եւ ինքը այդտեղ ունակ է հաջողությունների հասնել, ինքը դրան կհասնի եւ կարևորը հենց այդ ցանկությունը, մոտիվացիան է եւ մնացածը արդեն դաշտն է որոշելու, իհարկե դաշտում շատ կարևոր են իհարկե կանոնները եւ ըստ քաղաքական նաեւ մեր համակարգի իրավիճակի մենք կարող ենք ունենալ իհարկե տարբեր մասնակցություն, հա, օրինակ խորհրդային տարիներին դուք կարող եք ձեզ ինչ որ մեկը ընտրում էր, եթե դուք լավ աշխատող եք
կոլխոզի, ասում են դու պետքա լինես գյուղից դեպուտատ, հա, ինքը գնում էր նստում, ինչ ասում էին, ձեռքը բարձրացնում էր, ընտրում էր, դա էլ էր քաղաքական մասնակցություն։ Հիմա 90-ականներին մենք գիտենք մարդիկ ինչպես են դառնում քաղաքական գործիչ 2000-ականների սկզբին, հիմա ինձ թվում է շատ ավելի ազատ է մեր դաշտը քաղաքական ու իսկապես բոլոր նրանք, որ ունեն համապատասխան ցանկություն, մոտիվացիա, գիտելիք եւ մտնելով երիտասարդ տարիքում այս դաշտ, իսկապես կարող են շատ ավելի լավ եւ շատ ավելի հաճելի Հայաստանի բերել մեզ բոլորիս, որովհետև այդ հնարավորությունը օրինակ չի եղել 10 տարի առաջ կամ 20 տարի առաջ, հա, հիմա իսկապես պատոհան է բացվել հնարավորությունների եւ ես իսկապես խրախուսում եմ բոլորին, բոլոր երիտասարդներին, որ ունեն նման ձգտում, գնալ իրենց ցանկությունների եւ երազանքների հետևից եւ հատկապես եթե դրա տակ կան նաեւ արժեքներ, կա պատկերացում ինչպիսին է լինելու Հայաստանի ապագան, հա, ինչպիսին են ուզում իրենք տեսնեն Հայաստանը, ինչի դեմ են ուզում պայքարեն, ինչ երևույթներն են իրենց համար անցանկալի ու եթե այս ամենը լինի, ես կարծում եմ շատ ավելի լավ հեռանկարներ կլինեն, քան ունենք մենք հիմա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Մելիքսեթյան, եթե ավելացնելու այլ բան չունեք, ամփոփենք հանդիպումը, շատ շնորհակալ ենք հետաքրքիր փաստարկված բանախոսության համար, հուսով եմ, որ համագործակցության այլ առիթներ կստեղծվեն։ Ես նույնպես շնորհակալ եմ, հաջողություն բոլորին։